Կար մի ագահ մարդ, նա ուներ ամեն ինչ, բայց սիրտ չուներ։ Նրա տունը լի էր ոսկով ու ուտելիքով, սակայն երբեք ոչ մեկի հետ չէր կիսվում։ Մարդիկ անցնում էին նրա տան մոտով, բայց ոչ ոք չէր կանգնում, քանի որ նրա սիրտը փակ էր, ինչպես դուռը։ Հանկարծ լուսամուտի մոտ կամաց հայտնվեց մի ցերուկ։ Նա հոգնած էր, սոված և մեղմ բարի ձայնով օգնություն խնդրեց։ Երեխաներ, ինչ եք կարծում, ինչ արեց ագահ մարդը, օգնեց թե մերժեց։ Եկեք միասին տեսնենք։ Իմն է, ոչ մեկին չեմ տա։ Որդիս, մի պատար հաց կտաս, երկար ժամանակա ոչինչ չեմ կերել։ Էստեղ ինչ ես անում, գնա, իմը չեմ բաժանում։ Մի փոքր պատար հաց տուր, այնքան որ ապրեմ։ Ագահ մարդը սկզբում մռայլվեց, բայց մի պահ կանգ առավ, մտածեց, տամ թե ոչ։ Դժվարությամբ տվեց մի փոքրիկ կտոր հաց։ Եկեք տեսնենք, ինչ է լինելու հետո։ Ասա էլ շատ է քեզ համար։ Քանի որ դու խղճացիր և մեկ պատար հաց տվեցիր, քո տվածի դիմաց, քո ցանկությունը կկատարեմ։ Մտիր ներս, արի, նստիր։ Ինչ ուզեմ կկատարես։ Այո, ուզում եմ մեկ պարկ ոսկի։ Օհո, ոսկի։ Բայց սա քիչ է։ Ուզում եմ ավելի շատ պարկ։ Արդեն ունես, բայց էլի ես ուզում։ Այո։ Հա, ես հարուստ եմ։ Բայց սա էլ չի հերիքում։ Ուզում եմ, ինչին կպնեմ, դառնա ոսկի։ Մտածիր, այս ցանկությունը փորձանք է։ Ուզում եմ, Կամքը քոնն է։ Ամեն ինչ իմն է, ամեն ինչ։ չեմ կարող ուտել։ Չեմ կարող խմել։ Ցերուկ որտեղ ես։ Ինչու ես ուզեցի։ Մի պարկն էլ հերիք էր։ Սրանքը անեցքեն։ Մարդը պետք է իմանա, երբ կանգ առնի։ Ագահությունը երբեք երջանկություն չի բերում։